Մարդկության կեցության հիմքը եղել եւ մնում է մայր հողը, պետք է սիրել հողն ու սրբագործել այն ազնիվ աշխատանքով։ Այս պատգամն է կազմում թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության տեխնացու Հունան Պետրոսյանի նախընտրական ծրագրերի հիմքը։ Մենք բոլորս նույն խնդիրներն ունենք։ Դրա համար իմ նախընտրական ծրագրում հիմնականում ես պետք է հանդես գամ այն դրույթներով, որը կզարգացնի գյուղը, որը այնպիսի պայմաններ կստեղծի, որ գյուղացին ապրի բարեկեցիկ կյանքով։ Գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում Հունան Պետրոսյանը ժխտեց շրջանառվող այն սուտ լուրերը, թե իբր ինքը պատրաստվում է հանել տեխնացությունը։ Իմ տեխնացություն առաջադրված օրվանից մեր հակառակորդները բոլորը տարածում են, որ այսօր կամ վաղը կամ մյուս օրը Պետրոսյան Հունանը տեխնացությունը հետ է վերցնել։ Ուրեմն այսօր են տարածել արտիքում։ Ուրեմն հայտարարում եմ, օֆիցիալ հայտարարում եմ, նման կարծիք, նման բան չի եղել եւ չի կարող լինել։ Ոչ մեկը մեզ չեն կարող հետ կանգնեցնել, որովհետեւ մեր տարածաշրջանի ամբողջ ազգաբնակչությունը, իմ աշխատանքային ընկերները, համայնքի ղեկավարները, բոլորը կանգնած են իմ կողքին։ Հետևում ունենալով գյուղական համայնքում խոստումնալից ձեռքբերումների խոսուն աշխատանք, Հունան Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունների է գնում ընտրատարածքի գյուղական համայնքները, ինչպես նաև հայրենի գյուղատնտեսությունը Մեղրաշենի պես զարգացնելու հստակ մտադրությամբ։ Գործանողը միջոցներ է փնտրում, չանողը պատճառներ։ Մեղրաշենի համայնքապետը միջոցներ էր փնտրում ոչ միայն իր համայնքի, այլև հարևան գյուղապատկան հողերի մշակման ուղղությամբ, գյուղացու համար ստեղծելով աշխատատեղ, համայնքի բյուջեի համար հավելյալ եկամուտ, ինչի շնորհիվ Մեղրաշենն ունեցավ գազաֆիկացում, վերանորոգվեց խմելու ջրի ցանցը, կառուցվեց 7 կիլոմետր երկարությամբ նոր ջրագիծ, երկաթուղային կառամատույց, ասֆալտապատվեց գյուղամիջյան ճանապարհներ, ապահովեց գիշերային լուսավորություն եւ կյանքի կոչվեցին զարգացման շատ ծրագրեր։ Սրանք իրականացված ծրագրերն են, որոնք իրենց շարունակությունը կգտնեն ընտրատարածքի մյուս գյուղական համայնքներում եւս։ Հարցը առաջադրեք խորհրդարանում, որ գազի սակագինը ունեն մեր շրջանում կամ համասարում, ուղղասարում, սուրտ եղած շրջաներում գազի սակագինը ձմռան կոնե կիսեն, իսկ ամառը ասված իրենց։ Այ ռոռոկման ջրի, խմելու ջրի սակագների իջեցում հաստատ կա այն ծրագրի մեջ։ Ու դա իրատեսական է, ես գտնում եմ, որ պարտադիր պետք է լեռնային, նախալեռնային սահմանամերձ գոտիներում արտոնություններ տրվի։ Գյուղացու հոգսին ու ցավին քաջատեղյակ պատգամավորության տեխնացուն հստակ ու փորձված մեթոդներով գնում է դեպի գյուղի ու գյուղատնտեսության զարգացում, ներառյալ հողօգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացում, տեղական արտադրության գյուղմթերքների իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծում, ներմուծվող գյուղմթերքների պաշտպանում արժեզրկումից, նոր կյանքի ու Սպանդարյանի բնակիչների հետ այս հարցերի շուրջ ծավալվեց երկխոսությունը։ Կատը վաճառվում էր 160 դրամով, դրսից կատի փոշիներ մուծեցին, եւ կատը այսօր իջել է 120 դրամ, վաղը իջնելու է 100, 70 եւ 80 դրամի է հասնելու։ Գյուղացիների ջերմընդունելությունն ու անվերապահ վստահությունը պարտավորեցնող է։ Հունան Պետրոսյանի համար դա ամենամեծ ձեռքբերումն է, որն առաջ է մղում կանգնելու գյուղացու կողքին, թեթևացնելու նրա հոգսը։ Սա արժանի այն բանի համար 70 ընտանիքից այնտեղ այն հարց է լուծել։ Գյուղացիներից ոչ մեկը նրա նկատմամբ ինչ-որ թերակարծիք չունեն, միշտ բոլորին օգնել է բոլոր հարցերում։ Ազգային ժողովում չկա գյուղից ու գյուղաբնակ պատգամավոր, որը կկարողանա դառնալ գյուղացու հավաքական ձայնի արտահայտությունը բարձր ատյամներում։ Հունան Պետրոսյանը գալիս է լրացնելու այդ բացը։ Վարդաքարում տեղաբնակներին առանձնապես ուզում էր դպրոցի շենքի չարչրկված, բայց այդպես էլ անլուծելի մնացած հարցը։ Սա համայնք է, իր բնավորությամբ, իր կոլորիտով տարբերում է մյուս բոլոր համայնքներից։ Եվ յուրաքանչյուր համայնք պետք է ունենա դպրոց։ Դպրոցը շատ մեծ, պետք չէ որ մեծ ծախսեր լինի պետության վրա։ Ես ինքս հարցը առաջ եմ քաշել։ Խմելու ջրի հիմնահարցն էլ գյուղացիների խոսքով այնքան է սրվել, որ մինչև անգամ սպառնում է բնակչության վերարտադրողականությանը։ Ուզում է 5 երեխա ունենա, շոր լվալու ջուր չունի։ Ինչով վերել։ Դու խրախուսե որ ունենա, ջուր կունենա։ Խրախուսե 5 երեխա ունենալը շատ լավ բան է։ Օրենսդիր դաշտում բաց կա։ Ջրամբարը ուրիշ կազմակերպություն է, ջուր տվողը ուրիշ կազմակերպություն է։ Եթե նրանք իրենք չեն կարողանում իրար հասկանալ, ջրի պակաս կա։ Իսկ եթե մենք ասենք ջրադիծ չկա, փառք Աստծո, դուք ունեք, Մեղրաշենում ջրադիծը կա, բայց ջուր տվող կազմակերպություն է, ջուրը չի կարողանում տա։ Հաստատ պահանջելու եմ։ Եվ ձեր գյուղի համար առաջնային եւ բոլոր գյուղերի համար։ Կոլեկտիվ տնտեսությունն ավելի արդյունավետ կառավարման ձև է։ Նոր կյանքում գյուղացիներից մեկի բարձրացրած հարցի շուրջ պատգամավորության տեխնացուն ուներ հստակ դիրքորոշում։ Դաշտերի մեծ մասը չի
մշակում, անմշակ են, մոտ 60-70% անմշակ են։ Այ կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման վերաբերյալ հարց են բարձրացնում։ Ինչ կարծիք եք, ավելի արդյունավետ չէ կոլեկտիվ տնտեսությունների ստեղծումը։ Մեր երկրում այսօր 35-ից 40% վարելահողերը անմշակ են։ Հիմա գիտես կոլեկտիվ տնտեսություն թե մասնավոր տնտեսություն, այստեղ հարցը գնում է, որ գյուղմետեքները արժեք չունի։ Եթե այսօր անադը արտադրում է ու շահույթ չունի, դրանով էլ հողից հեռանում է։ Եթե կոլեկտիվ տնտեսությունն էլ արտադրեց ու այդ գյուղմետերքը շահույթ չունեցավ, էլի հաստատ այդ տնտեսությունն արդեն գործունեությունը պրավալ է գնալու։ Այստեղ շեշտը պետք է դնենք, որ գյուղմետերքները նախ նորմալ արժեք ունենան, որպեսզի մի քիչ շահույթ ապահովեն։ Իսկ հետո արդեն այդ կառավարման ղեկավարման մեխանիզմները բնականաբար կոլեկտիվ տնտեսությունը ճիշտ է եւ ավելի արդյունավետ է։ Հունան Պետրոսյանի մեջ տեսնելով իրենց հոգսը կիսելու պատրաստ քաղաքական գործչին, նրա կողքին կանգնած են ոչ միայն գյուղացիները, այլև համայնքների գյուղապետերը։ Փանիկ համայնքը ինձ համար շատ հոգեհարազատ համայնք է, այնքան ինչքան Մեղրաշեն է, որովհետև իմ ծնողը, իմ մայրը Փանիկից է, իմ հարազատները Փանիկում շատ է։ Նրանք իրենց վստահության քվեն են տալիս այսօր վաղն ակնկալելով լուծված տեսնել գյուղական համայնքներում առկա հիմնախնդիրները։ Սիրելի ժողովուրդ, ես ուղղակի բոլորիցդ խնդրում եմ ճիշտ ընտրություն կատարեք։ Ընտրեք ին լավ ընկերոջը, ձեր բոլորի կողմից հարգված սիրված, հասանելի կլինի բոլորիս համար, ոչ միայն ինձ որպես ընկերոջ գյուղապետի, այլ ցանկացած նոր կյանքու համար։ Լավ կարծիք ունենք որպես աշխատասեր Մաշտկային մաշտ։ Հունան Պետրոսյանը սա հոգսերն է գահա, լուձ է, Հունան Պետրոսյանը լավ է տղա է։ Ժողովրդասեր, գյուղացուն հարգող, գյուղացուն սիրող, ամենակարևորը գյուղի մարդ է, եթե նա անդրվի մեր շրջանի գյուղերին, լավ օգուտ կդա ամեն ինչով, որպես մեծատար մարդով ինքը շատ լավ մարդ է։ Սպանդարյանում ընդունելությունն առանձնապես տոնական էր։ Պատգամավորության թեկնածուին բնակիչներն ընդունեցին օրինաց երկիր կուսակցության օրհներգով ու լավատեսական տրամադրությամբ։ Ինչպես բոլոր գյուղերում գեղանիշտում էլ հյուրին պատվեցին աղոհացով, երկինք թողնված աղավնիներն էլ միասին սկսած գործի հաջողության համար առաստված ուղղված խնդրանքի խորհուրդն ունեին։ Այստեղ բնակիչները Հունան Պետրոսյանի նախընտրական ծրագրերից քաջատեղյակ էին ու անձամբ ներկայացրեցին թեկնածուի ծրագրային դրույթները։ Հունան Պետրոսյանը ամենուր սպասված հյուր էր ու լավ բարեկամ։ Լինելով պատգամավոր, տեր լինի իր կոտրակին, իր ձայնին։ Ես վստահում եմ Հունան Պետրոսյանին, ընդդրության հարցում է չեմ սխալվի։ Ամեն ինչով լավ աշխատող մարդ է, իսկական գյուղի դարդու ցավը հոգացող մարդ է։ Ես ճիշտ ասեմ, ես գոյ եմ։